Անհոր և որդով և որդույն սրբով, ամեն։ Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ և մեզ տվեցրել, որպեսզի ճանաչենք նրան, ով ճշմարիտն է, և մենք ճշմարտին նրա որդու Հիսուս Քրիստոսի մեջ ենք, որովհետև նա է ճշմարիտ Աստված և հավիտենական կյանք։ Սիրելի քույրեր և եղբայրներ Քրիստոս, այսօր երկրորդ ծաղկազարդն է, և ամենքիս ոգիները համակված են այդ ուրախությամբ, որով որ ժողովուրդը ընդառաջ ելավ Քրիստոսին դիմավորելու, փառաբանելով նրան, գովաբանելով, փառք վերարկելով Արգենինավորը, որ ահա գալիս է մեկը Տիրոջ անունով։ Եվ սակայն այսօր սիրելիներ մենք ծաղկազարդի իրողությունը չէ, որ վերածածում և վերստի ուտեցում ենք Սուրբ Գրքից, թեպետ մեզ մատուցվեց այն պատարագի ընթացքում, այլ մենք գնում ենք Շատանուրի ետին դարեր և անդրադառնում ենք մեր հավատի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ կառուցված մի պատմության և գիտենք մշտապես նրա հետ մի հրեշտակ է լինում և յուրաքանչյուր օր այցելում է սրբին, որպեսզի նրան ոտեպնդեր և քաջալերեր նրա կրած նեղությունների և տառապանքների մեջ։ Երբ ամբարձման օրին հաջորդող չորրորդ օրը այդ հրեշտակը բացակայեց, ապա Սուրբ Գրիգորը հաջորդ իսկ այցելության ժամանակ հարցրեց, թե ինչու չարժանացավ հրեշտակի այցելությանը, և պատասխանն այս է, որ ժամանակին, երբ Քրիստոս համբարձում էր դեպի Բերի երկինքը, հոր մոտ, ապա այդ օրը, այդ չորրորդ օրը անցնում էր այս հրեշտակի դասի միջով, և իրենք պարտականություն ունեին նրան փառաբանելու և իրենց օրհնեցություններով, սաղմոսերգություններով ուղեկցելու։ Եվ այդպես ասում է շարունակ ամեն տարի չորրորդ օրը մեր հրեշտակած դասի հետն է, որպեսզի մենք կատարենք այդ փառաբանությունը ի հիշատակություն այդ իրողության։ Այս ամենը նկատի ունենալով, ես այսօր որոշեցի ձեզ հետ խոսել Աստծո հետ հանդիպման մասին։ Որովհետև Քրիստոս ինքը համբարձումից հետո երկինքներով բարձրացավ դեպի երկնավոր Հայրը, այդ վերջնական հանդիպման համար, որով որ այլևս սիրած կողմում բացվեց իրեն հատկացված Հայրը, իբրև երրորդության երկրորդը։ Հրեշտակը ինքը գնաց իր դասը, վերադարձավ իր դասը, որպեսզի հանդիպի Աստծո հետ, որովհետև ասում է հոր վկայությամբ է, որ նա որդին է, և մենք այդ վկայությունը ընդունում ենք, և մեզ համար այդ վկայությունը ավելին է, և շատ ավելի արժանահավատ է, քան մարդկանց վկայությունը, որովհետև Սուրբ Հոգին է եկավ և կանչեց նրան։ Եվ մենք միշտ խոսում ենք Աստծո հետ մեր հանդիպման մասին։ Մենք ինքներս փորձում ենք պատկերացնել դա, մենք երբեմն ակնկալում ենք այդ հանդիպումը Աստծո հետ, երբ տակառում չենք ճանաչել Տիրոջը։ Ոմանք Աստծուն հանդիպում են դժվարությունների և փորձությունների մեջ, ուրիշներ հուսահատության մեջ, ուրիշներ հանդիպում են իրենց կյանքի անապատում, ուրիշներ հանդիպում են իրենց ամենաբանության մեջ և երջանկության մեջ Աստծուն, շատ ուրիշներ իրենց տկարության և հիվանդության մեջ։ Յուրաքանչյուր ոք իրոք է գնում այդ հանդիպման Աստծո հետ, ինչպես որ գնում էին եկեղեցու սրբերը, ինչպես գնում էին Սուրբ Գրքի մեջ տեղ գտած բազում կերպարներ, որովհետև մենք հիշում ենք ինչպես է Զաքեոսը ծառին է բարձրանում, որպեսզի ի վերջո տեսնի նրան, ով որ փրկիչն է, ով որ թագավորն է, և Աստված կանչում է նրան անունով, մինչև որ Զաքեոսը իր կարճ հասակի պատճառով կհասնի ինչ որ մի բան նկատել։ Մենք տեսնում ենք Եղիա մարգարեին,
ով սյունքի միջոցով խոսում է Աստուծո հետ, լսում է Աստծո ձայնը և հետևում է նրան։ Մենք հիշում ենք Եղիային, ով որ ապաշխարություն է սկսում քարոզել և շանաչում է Տիրոջը, որովհետև հասկանում է, որ դա իր կոչումն է և ինքը պետք է գնա և քարոզի։ Մենք տեսնում ենք շատ ուրիշների, ովքեր հրաժարվում են իրենց կողմնությունից, անառնակ կյանքից, ովքեր իրենց երջանկության մեջ և տեսնում են Աստծուն, ապա հասկանում են, որ այդ երջանկությունը ոչ այլ չէ, բան Աստծո այդ կանխավ իրենց տրված պարգևը, որպեսզի դրա շնորհիվ հանդիպեն իրեն։ Եվ սակայն, երբ մենք անդրադառնում ենք այդ հանդիպմանը, մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումը բոլոր բարակամներում մշտապես վերափոխում է այն անձին, ով հանդիպում է Աստծո հետ։ Որովհետև սիրելիներ, չկա ավելի մեծ քաղցրություն, ավելի մեծ նույնարություն հոգու համար, երբ նա հանդիպում է Աստծո հետ։ Որովհետև Աստծո հանդիպման ժամանակ ձեր դեմքի, ձեր հոգու բոլոր դիմակները վայր են։ Որովհետև դուք չեք կարող Աստծուն որևէ կերպ ապակողնորոշել, խաբեության մատնել, չեք կարող դուք Աստծուն այլ պատասխան տալ, քան որ ձեր հոգու ներքին կեցված դրությունն է։ Չեք կարող դուք Աստծուն մի բան ասել, եթե դուք այլ բան եք ուղղում ձեր կյանքում։ Դուք չեք կարող Աստծուն շրջանցել, որովհետև Աստված ձեր կյանք միշտ բերում է փոփոխություն և գալիս է ձեզ հետ հանդիպման։ Երբ Աստված մեզ գալիս է հանդիպման, ապա Աստված գալիս է, որպեսզի մեզ վերջին հաշվով շնորհի բացառի փրկությունը մեր հոգիներին։ Եթե Աստված իր ձեռքն է բացում դեպի մեզ, որպեսզի մենք կարող լինենք շոշափել այն, ապա այդ ձեռքի մեջ կա այն օգնությունը, որ անհրաժեշտ է մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր հայացքը տարբեր կողմերի վրա չդարձնել, այլ Աստծո միջոցով գտնել մեր խնդիրների լուծումները։ Երբ Աստված կանչում է մեր անունը, ապա կանչում է, որպեսզի մենք այլ կանչերի ետևից չգնանք, որոնք որ ձեզ միմիայն գործարքներ առաջարկում ձեր կյանքում, որ եթե սա անես, ապա կստանաս սա։ Աստված այնքան է սիրում ձեզանից յուրաքանչյուրին, որ ձեզ ձեր անունով հրավիրում է, ինչպես հրավիրեց այդ Մաքսավորին, այդ Զաքարոսին, և ոչ միայն հրավիրեց նրան ասելով ինչի այդտեղից, այլ նաև ասեց այսօր եղեք քո տանը պիտի ճաշակել։ Այսինքն Աստված մեզ միայն չի պարզում իր ձեռքը, այլ այդ ձեռքի մեջ սիրելիներ կա մեզ անհրաժեշտը։ Աստված միայն չի տալիս մեզ շնորհը, այլ այդ շնորհի հետ մեր հոգու մեջ ծնվում է այդ շնորհից բխող առաքինությունը, տաղանդը, կարողությունը, որը մենք գործադրում ենք Աստծո փառքի համար։ Եվ Աստված երբ կանչում է մեր անունը, ապա Աստված մեզ հետ ծրագիր ունի, որովհետև ասում է արի և հետևի ինձ։ Եվ երբ մենք հետևում ենք Տիրոջը, սիրելիներ, այդտեղ է որ սկսում է այդ ճշմարիտ տնտեսությունը, որովհետև Աստված մեզ սկսում է տնտեսություն հանձնել իր տակ, որպեսզի մենք կառավարենք այլ տնտեսությունը։ Հույները այդ բառը ասում են օյկոնոմիա, որը ձեզ էկոնոմիա բառն է հայտնի, բայց այն տնտեսությունն է, տնտեսության կառավարումն է, որ Աստված մեզ տալիս է։ Եվ մեր հայրերը աստվածաբանության մի ամբողջ գլուխ են նվիրել նրան, թե ինչպես է Աստված այդ տնտեսությունը կառավարում և ինչպես ենք մենք անարժաններս դառնում Աստծո գործիքները այդ տնտեսության մեջ։ Իբրև տեսուչներ, իբրև կառավարիչներ, իբրև Աստծո առաքյալներ և Աստծո վստահելիներ։ Եվ Աստված միշտ մեզ այս հրավերն ուղղում է, որովհետև հավատում է, եթե մենք այդ հրավերն ընդունում ենք, ապա անպայմանավոր կերպով, առանց կասկածի և երկրպնդակի, ձեր կյանքում տեղի պիտի ունենա փոփոխություն։ Ով չի ցանկանում իր կյանքում փոփոխություն։ Յուրաքանչյուրս մենք
Յուրաքանչյուրը ցանկանում ենք փոփոխություն, եւ մենք տտալության մեջ ենք, եւ մեր մարմինը ցավում է, եւ մենք չենք կարողանում գարնան գտնել մեր հոգու ներությունների եւ տառապանքների։ Մենք փոփոխություն ենք ցանկանում մեր կյանքում։ Երբ մենք դժվարանում ենք մեր առօրյա կյանքի ինչ-որ խնդիր լուծել, մենք փոփոխություն ենք ցանկանում մեր կյանքում։ Եվ այդ անուն փոփոխության մենք պատրաստ ենք երբեմն ամեն մի քայլի, երբեմն մեղքի, բայց այդ փոփոխությունը գա մեր կյանքից։ Մենք ձգտումը տենչանում ենք այդ փոփոխության, որովհետև հավատացած ենք, որ այդ փոփոխությունն է, որ մեր կյանքը դարձնում է այն նույնների մեջ։ Մեր կյանքը փոխում է, ամբողջությամբ վերափոխում է եւ դարձնում է այն շարքների, որոնք որ հաճելի են նախ մեզ համար։ Մենք երբեմն չենք անդրադառնում, որ մենք անհրաժեշտություն ունենք Աստծո կարող շարքերի, որովհետև ի վերջո մեր կյանքի գնացքը երբ մեզ տանում է մեր կատարած գործերի եւ առաքինությունների համեմատ, ապա այդ գնացքի հմուտ բարովը ինքն Աստված է, որովհետև ինքը գիտի, թե որտեղ են ավարտվում այդ գծերը, որ տանում են եւ առաջնորդում են գնացքը։ Ինքը գիտի, թե որտեղ է այն կանգառը, որ անհրաժեշտ է, որպեսզի մենք իջնենք, հանդարտվենք, խաղաղվենք եւ նորից Աստծո հետ ունակ լինենք այլելու մեր կյանքը։ Եվ այս շարունով սիրելիներ, երկրորդ այս սահմազատը, երբ հեշտակը գնում է իր պարտականությունը կատարելու եւ փառաբանելու Տիրոջը, մեզ համար որոշակի ուղերձ է եւ պատգամ, որ մենք մշտապես մեր քայլերը պիտի ուղղենք դեպի այդ Աստված փառաբանությունը։ Մենք մշտապես պիտի գնանք այդ օրհնաբանությունը, օրհներությունը, որովհետեւ մեր պարտականությունը իբրև Աստծո զավակներ, իբրև Աստծո որդիներ, Աստծո արարածներ չի կարող այն բան լինել, քան ցանկալ Աստծո տեսությունը, քան ցանկալ Աստծո հետ միավորումը, Աստծո հետ հարաբերությունը։ Եվ այս իմաստով շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք կանգնում Աստծո առջև։ Մովսեսը կանգնեց անկես մորենու առջև, որտեղ որ Աստված պիտի իրեն հանդիպեր եւ նրան ասվեց անիք կոշիկները, որովհետեւ այս հողը սուրբ է։ Ժողովուրդը, որ 40 տարիներ դեգերեց անապատում, դեգերեց, որպեսզի կարողանա Աստծուն տեսնել։ Զաքեոսը իր գյուղացվածից հրաժարվեց, որպեսզի Աստծուն կարողանա հյուրընկալել իր օջախում։ Սավուղը Աստծո առջև ծնկի եկավ, ուրացավ, որպեսզի կարողանա ճշմարիտ տեսությունը ունենալ, եւ երբ վերականգնվեց նրա տեսողությունը, Սավուղը դարձավ Պողոս։ Սիրելիներ, բոլոր այս օրինակները մեզ համար օրինակ են եւ ճշմարտություն եւ պատգամ, թե ինչպես մենք պետք է կանգնենք Տիրոջ առջև։ Որովհետեւ եթե գրում ես Տիրոջն առաջ, որքանով է որ դու ծանրաբեռն ես քո մեղքերով, որքանով է որ դու կքած ես քո գործած անարդարությունների, անօրենությունների տակ այլոց նկատմամբ, այնուամենայնիվ դու պիտի պատրաստ լինես կանգնելու Տիրոջ առջև։ Դու պիտի պատրաստ լինես այդ ամենը խոստովանելու Աստծո առջև, որ դու մեղանչել ես քո հոգով, քո մարմնով, քո սրտով, քո ձգտումներով, քո ցանկություններով, քո մտքի ծայրով, որովհետև չես կարողացել ինքդ քեզ զսպել եւ մեղանչել ես, մեղք ես գործել, որոնք եւ հեռացել ես Աստծուց, որոնք եւ չես կարողացել հավատարմությունը պահել Աստծո նկատմամբ եւ այլևս իրենից հեռու ես եւ այդ հեռացումը Աստծուց զգում ես, որովհետեւ նվազել է ջերմությունը, սերը եւ լույսը քո կյանքում։ Երբ այդ հեշտակը շտապում է Աստծուն փառաբանելու, ճիշտ այդ պարտականությունն է, ճիշտ այդ ցանկությունն է Աստծո այդ սրբության մեջ հարաբերելու, Աստծո այդ լույսը մշտապես տեսնելու, որքանով է որ մշտապես նա հաղորդ է այդ լույսին, բայց միևնույն է նա շտապում է, որպեսզի իր այդ հանձնարարությունը կատարի, որովհետև Աստծո տեսնելը ուրիշ այլ փոխարինելու
Ոչինչով կարող եք այն փոխարինել, ոչինչով կարող եք այն գնել, ոչինչով կարող եք հատուցնել դրա դիմաց, որովհետև մի բան է Աստծուն տեսնել, Աստծո լույսը զգալ, Աստծո սերը զգալ, Աստծո կանչը լսել, եւ մեկ ուրիշ բան է դրա դիմաց ամեն մի խոստում ստանալ, բայց վերջում մնալ ձեռնային։ Եվ Աստված սիրելի քույրեր եւ երեխաներ, Աստված միշտ ակնկալում է մեզ, որպեսզի մենք ընդառաջ գնանք նրան։ Ընդառաջ գնանք մեր հոգու պատրաստությամբ, ընդառաջ գնանք մեր սրտի բոլոր զգացումները Տիրոջ առջև բացելով։ Ընդառաջ գնանք զգացությամբ, բայց նայեք սիրելիներ, մի երևույթ եմ ուզում արձանագրել, որը վերջին շրջանում անհանգստություն է պատճառում եւ նաեւ արդեն ունեցել այս մասի խոսելու երկայնները։ Երբ մենք գնում ենք Աստծո հետ հանդիպման, ապա մենք միշտ նախապատրաստվում ենք։ Բայց ես շատ ավելի կենցաղային օրենք եւ օրինաչափություն բերեմ յուրաքանչյուրի կյանքից։ Երբ դուք ցանկանում եք գնալ, դիմում եք ներկայացնում, որպեսզի ընդունվեք եւ իրենով որևէ աշխատանք ունենաք, երկամ հաջողանաք որևէ չգիտեմ դրամաշնորհի, երկամ ունենաք ինչ-որ հաստատության ծառայությունը եւ գործածեք այդ հաստատության հետ գործընկեր, դուք սիրելիներ հագնում եք ձեր լավագույն զգեստները, հարգանում եք ձեր մարմինը, տեսքի եք գալիս, որպեսզի որևէ պիծ չունենաք, երբ կանգնեք ձեր նման մարդկանց առջև եւ նրանց դատաստանի առջև։ Դուք ամեն կերպ նախապատրաստվում եք, երբեմն ժամերով կարող եք ոգ տանել ձեր սանրվածքին, ձեր հագուստին, որպեսզի այն լինի մաքուր, բայց երբ գալիս կանգնում եք Աստծո առջև, այդ ամենին փոխարեն։ Դուք կարող եք գալ սպորտային համազգեստով, դուք կարող եք գալ ձեզ համար շատ հարմարավետ զգեստներով, առանց անդրադառնալու, որ դուք գալիս եք Աստծո առջև եւ ոչ թե պարզապես ճանապարհին մտնում եք եկեղեցի հաղորդություն ստանալու։ Սա յուրաքանչյուրիս բացառություն ու գրիկումն է, սա յուրաքանչյուրիս մեղավորությունն է, որ մենք այս վիճակի մեջ ենք, որովհետեւ մենք չենք կարող սիրելիներ մեզ թույլ տալ այդպիսի կեցվածքով գալ կանգնել Աստծո առջև։ Եթե Աստված ձեզ պետք է, եթե Աստծո կարիք դուք ունեք, ապա նաև Աստված ձեզ համար արժեք է եւ ձեր հավատը, ձեր կրոնի այս գործադրությունը կրոնական ապրումների եւ զգացողությունների սոստ բաժանք չէ, որտեղ որ կենդանի Աստված ներկա չէ, բացակայում։ Եվ դուք ամեն ինչ անում եք, եթե հատկապես մեր երիտասարդները, եթե այդպիսով գալիս են եկեղեցի, որովհետև այդ հագնվածքը միայն իրենց հոգու կեցվածքի հարցը չէ, որի մեջ իրենք միանշանակ արդարացի չէ, իրենց հագնվածքը նաև գայթակղություն է իրենց կողքին կանգնողի համար, ով որ թերևս իրենց չափ թերևս վստահ չէ, ամուր չէ իր հավատի մեջ, բայց կողքինի կանգնած կեցվածքը եւ կողքինի վարվեցողությունն ու կրած հագուստը իրեն համար շատ ավելի հաճելի է, ակնահաճու են եւ հաջորդ կիրակի կտեսնեք իրեն ձեր կողքին կանգնած ձեր իսկ նմանատունով։ Ում եք ուզում դուք նմանակել այս եկեղեցու սիրելիներ։ Եթե գալիս եք եւ կանգնում եք Աստծո առջև, ապա բարի եղեք, Աստծո սրբությունը հարգեք եւ պահպանեք։ Ես հասկանում եմ ձեր ցավերը, դժվարությունները, ձեր հիվանդությունները, բայց սպորտային համազգեստը եւ այդ համազգեստով հաղորդության գալը, կարծում եմ, անարգանք է նախ եւ առաջ ձեզ համար, ձեր հավատի համար եւ ամենավերջում Աստծո համար։ Որովհետեւ Աստված ձեզ ի վերջո կբերի ճիշտ կեցվածքի, Աստված ձեզ կկանգնեցնի ճիշտ ճանապարհի վրա, բայց մեզանից ոչ մեկը չի ցանկանում, որ դա լինի խրատով, ցավով եւ տրտմությամբ։ Իսկ Աստված կարող է տրտմությունը պատճառել։ Աստված այդ ցավը կարող է պատճառել անուն յուրաքանչյուրի փրկությամբ, որովհետև Աստված երկրի մեջ հայտնվում է, ինչ
ինչպես այսօր ասում է Հովհաննես Առաքյալը իր առաջին քնարական գրքում, մեզ հուշում է, որ մենք յուրաքանչյուրս իմանանք, որ մենք Աստծուց ենք ծնված և չենք մեղադրում։ Եվ եթե Աստծուց ենք ծնված, ապա պահում ենք մեզ և չարը մեզ չի կարող մոտենալ։ Մենք գիտենք, որ Աստծուց ենք, գիտենք նաև, որ աշխարհը չարի մեջ է։ Սակայն մենք գիտենք, որ Աստված եկավ և մեզ տվեց խելք, որպեսզի մենք ճանաչենք ճշմարիտ Աստծուն, որպեսզի մենք ճանաչենք նրա ճշմարիտ Որդուն Հիսուս Քրիստոսին, որի մեջ մենք փառատում ենք, որին մենք մշտապես հավատում ենք, և մենք հավատում ենք, որ եթե մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին, Աստծո ճշմարիտ Որդուն, ապա մեր մեջ բնակվում է նա, և մենք ունենք հավիտենական կյանքը, որովհետև Քրիստոս ինքն է հավիտենական կյանքը։ Աստված տա, որ երբեք մեզ մեր մեջ Աստծո դատապարտությունը չխոսի, մեր մեջ բնակվող Աստված մեզ չմղի, որպեսզի մենք նրա առջև ծնկենք և հարկադրված լինենք մեր մեղքը ընկնելու, այլ մենք կարողանանք միայն մեր մեջ Աստծուն բացել իբրև հավիտենական կյանքի աղբյուր, որովհետև դա է միակ աղբյուրը, որ մեզ պարգևում է ճշմարիտ կյանքի այն ջուրը, որի համար անգամ Սամարացի այդ կինը եկավ և կանգնեց Տիրոջ առջև։ Մեկը, որ անարդված էր, անտեսված էր, բայց եկավ այդ աղբյուրի մոտ և ստացավ այն, ինչ իր կյանքի համար անհրաժեշտ է։ Այս երկրորդ ծաղկազարդը թող մեզ համար մտորումների արդյունք դառնա մեր հանդիպման Աստծո հետ։ Պատկերացրեք այն, փայփայեք այն, սիրեք այն, բաղձացեք այն, որպեսզի իսկապես այն հանդիպումը, որ դուք ունենաք ձեր անկեղծ սրտով, բաց հոգով, պատրաստի մարմնով, դուք կարողանաք ունենալ շնորհ ձեր փրկության և հավիտենական կյանք ժամանակներում։ Թող Տիրոջ շնորհը, սեր և պահությունը լինեն ամենքից հետ, այլ և հավիտյան հարիմերից։ Ամեն։